ներկայացրել եմ բացի թե մարզարապարակի գաղափարը եւ որը քվեարկության արդյունքում ճանաչվել է հաղթող, դա կառուցվել է Դողս գյուղում իմ բնակավայրում։ Խոյ բնակավայրի երիտասարդական կենտրոնը, որ վերաբացվեց նոր տեսքով ու նոր կահավորմամբ, հաճելի վայր է դարձել համայնքային ակտիվ կյանքով մասնակցող Եղիշիի եւ գյուղաբնակ այլ երիտասարդների համար։ Եթե Եղիշեն ու ընկերները համայնքային բյուջետավորման ծրագրով հասել են հաջողության, Դողսում բացօթյա մարզադաշտ ունենալով, հայթաղցի երիտասարդները դեռ նոր պետք է հանդես գան առաջարկությամբ համայնքապետարանն են ներկայացնելու ծրագիր բուսական թափոնները վերամշակելու մասին։ Շատ է մնում բուսական եւ գյուղատնտեսական աղբի մնացորդներ, ինչը խանգարում է բնակչությանը։ Մենք փորձում ենք վերացնել դա, վերամշակել կամ կոմպոստ կամ օրգանական պարարտանյութ պատրաստելու նախագծով ուզում ենք այցելել համայնքապետարան։ Խոյ բնակավայրում վերաբացված երիտասարդական կենտրոնը կյանքի է կոչվել երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի եւ Աղարշապատի համայնքապետարանի համագործակցությամբ, Եվրամիության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ World Vision Հայաստանի մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ուժերով։ Սա մի վայր է, որտեղ գյուղաբնակ երիտասարդները կկարողանան զարգացնել իրենց առաջնորդական հմտությունները, մասնակցել համայնքային կյանքին եւ հանդես գալ նախաձեռնություններով։ Այստեղ շատ ջերմ միջավայր է, ինձ թվում է հենց այդ պատճառով էլ ընկերներ շատ հեշտ է այստեղ գտնել, ձեռք են բերում գիտելիքներ մեր շրջակա միջավայրի մասին, խոյի մասին, ամեն ինչի մասին տեղեկացվում ենք ստեղ։ Որակյալ բովանդակություն, վերապատրաստված ու բանիմաց մասնագետներ, համայնքի եւ երիտասարդների ակտիվ ներգրավվածություն, սա է այն հենքը, որը կապահովի կենտրոնի արդյունավետ գոյությունը։ Առանց այս հենքի մենք կունենանք շատ գեղեցիկ միջավայրեր, տարածքներ, բայց չենք ունենա բովանդակություն, չենք ունենա մասնագետներ եւ կանցնենք այնպիսի փուլի, որ կունենանք լավ կահավորված միջավայր, որը պարզապես գեղեցիկ լռություն է։ Իսկ մենք փորձել ենք ծրագրի մեկնարկից ի վեր հաղթահարել այդ լռությունը։ Վեցակողմ այս համագործակցությունից կշահի թե մասնագիտական հանրույթը, թե պետական ու տեղական կառավարման ինստիտուտները եւ թե միջազգային գործընկերները։ Այս համագործակցության ձևաչափը մենք լավագույն օրինակն ենք համարում, որը ցույց է տալիս, թե համատեղ աշխատանքը ինչ արդյունք կարող է ունենալ։ Կենտրոնը, որը երիտասարդական միջավայրի ձևավորման ուղղված ևս մեկ քայլ է, Եվրամիության պատվիրակության ղեկավարի բնորոշմամբ դառնալու է ժողովրդավարության լաբորատորիա։ Laboratories for democracy, laboratories for resilient societies։ Այդ տարածքները ծառայելու են որպես ժողովրդավարության լաբորատորիաներ, որոնք օգնելու են դիմակայունության բարձրացմանը։ Այստեղ երիտասարդները փորձելու են իրենց քննադատական հմտությունները, այդ թվում երկխոսություն վարելու, հանդուրժողականություն դրսևորելու եւ սովորելու քաղաքացիական պատասխանատվություն, որն օգնելու է Հայաստանի դիմակայության զարգացմանը։ Հագեցված տարածքը խթանելու է երիտասարդների զարգացմանը, հուսով ենք դրանում։ Երիտասարդական կենտրոն ունենք նաև Աղարշապատ համայնքում, որը իր պրակտիկ փորձով ցույց է տվել, որ արդյունավետ է։ Երիտասարդներին ամենից շատ դուր է գալիս այն միտքը, որ այսուհետև կկարողանան իրենց գաղափարները ծառայեցնել համայնքի զարգացմանը։ Կենտրոնի օգնությամբ նրանք պայմաններ կստեղծեն որոշակիորեն բարելավելու գյուղական կյանքի որակը։ Այս բոլոր ծրագրերը քաղաքացիական կրթության ուղիղ դրսևորում են։ Կրթությունը միայն լսարաններում նստած դասախոսություն լսելը չի։ Իրականում կրթության ամենակարևոր եւ արդյունավետ մասը տեղի է ունենում դրա գործնական հարթության մեջ, երբ որ սովորում ես անելով։ Ու ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության գործընկերներին, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին, որովհետեւ սա այն լավ օրինակներից է, երբ որ պետական քաղաքականությունը եւ տարբեր ծրագրերը շատ ներդաշնակ եւ սինխրոն միասին հավելյալ արժեք են ստեղծում։ Մարզերում երիտասարդական կենտրոններ ունենալը պետական քաղաքականություն է, բացի Արմավիրից նման կենտրոններ են բացվել նաև Սյունիքում, Լոռիում, Տավուշում, Շիրակում եւ Գեղարքունիքում։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։